Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն։ Այսօր հաղթանակի զբոսայգում Ազատությանը հայտնեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը, առանց լրացուցիչ մանրամասների։ Նախարարից հետաքրքրվել էինք, այժմ Երևանի եւ Բաքվի միջև բանակցություններ կան, եթե այո, ապա դրանք ստորագրման թե Ադրբեջանի նախապայմանների շուրջ են։ Ամեն ինչ ասված է ըստեյության, ավելացնելու կամ թարմացնելու տեղեկատվություն այս պահին ոչինչ չկա։ Մենք ինչպես պատրաստ ենք վարկյան առաջ սկսել այդ ուղղությամբ խորհրդակցությունը, այնպես էլ այժմ պատրաստ ենք։ Իհարկե, ցավոք սրտի տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից, առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա եւ ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք եւ գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Խաղաղության պայմանագրի տեքստը մոտ 2 ամիս առաջ համաձայնեցվեց, ու չնայած այն շուտապույտ ստորագրելու Երևանի պատրաստակամությանը, Բաքուն միանգամից նախապայմանները պնդեց, պահանջելով փոխել Հայաստանի սահմանադրությունն ու լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Արդյոք Երևանի եւ Բաքվի խոսակցությունը հենց այս նախապայմանների շուրջ է։ Վերջին անգամ իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ 1 ամիս առաջ բանակցած Արարատ Միրզոյանը այս հարցն անպատասխան թողեց։ Մի հարց ենք պայմանավորել, որ Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները ընդհատված չեն, օրերս նաեւ ազգային ժողովի նախագահներ հայտնել, կրկին առանց փակագծեր բացելու։ Քննարկումներ կան, շարունակվում են, չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, որ չխանգարեմ այդ process-ին, բայց այո, կա ու շատ ակտիվ։ Հայկական կողմը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Արդարադատության նախարարությունում նոր սահմանադրության տեքստն են գրում, թեև պնդում է, թե դա անում են ոչ թե Բաքվի պահանջով, այլ ներքին որոշմամբ։ Բայց վարչապետն արդեն հայտարարել է, իր կարծիքով այդ նոր տարբերակում անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Բաքուն հենց անկախության հռչակագրի հղումն է խնդրահարույց համարում։ Ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել, որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում արդեն 2 ամիս է չեն դադարում կրակոցները։ Այս ընթացքում ադրբեջանական կողմը նաև քաղաքացիական շինություններ է թիրախավորել։ Մենք տեսանք, որ օդում կրակոցներ են եղել։ Երևանը բոլոր այդ դեպքերով Բաքվին կոչ է արել հետաքննություն անցկացնել եւ պարզաբանումներ ներկայացնել։ Վարչապետի աշխատակազմից Ֆակտոր TV-ին 2 օր առաջ ասել էին, թե Երևանն ու Բաքուն հրադադարի ռեժիմի խախտումների մասին միմյանց տեղեկություններ են փոխանցել։ Այսօր անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքից պարզ դարձավ։ Բաքուն իր իսկ խախտումները հետաքննելու հայկական կողմի կոչերն անտեսել է։ Փոխարենը քննարկվում են հայկական կողմից ենթադրյալ կրակոցները։ Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է, նրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը եւ փոխանցել է Ադրբեջանին, իսկ Հայաստանի հայտարարած խախտումների վերաբերյալ, որ Ադրբեջանն է խախտումներ կատարել, դրանց վերաբերյալ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին եւ ակնկալում է մանրամասն հետաքննություն դրանց վերաբերյալ։ Իսկ Ադրբեջանը մեզ ինչ տվյալներ է փոխանցել, ասցիք փոխանցել է, ես իրենց կողմից ըստ իրենց խախտումների վերաբերյալ եւ մենք հետաքննություն ենք կատարել դրանց մասին։ Եվ ինչ է պարզվել։ Եվ պարզել է, որ ընդհանուր առմամբ այդպիսի խախտումներ չեն եղել։ Պաշտոնյաները այսօր Հանրապետության նախագահի եւ խորհրդարանի խոսնակի գլխավորությամբ հաղթանակի զբոսայգում էին, հարգանքի տուրք մատուցելու երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին։ Օրվա արդիվ ուղերձ է հղել Մոսկվայում գտնվող վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը այսօր էլ պնդել է, գնում են խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհով, ապա հավելել, մեջբերեմ, ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն։